Գործարար Գագիկ Ծառուկյանի մուլտիվելնես սպորտային համալիրը կապարակնքելուց շաբաթներ անց վերաբացվեց քաղաքապետարանի ենթակայությամբ ու այլ անվամբ։ Այսօր հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Սիրելի երևանցիներ, այսօրվանից արդեն վերաբացվել է նախկին մուլտիվելնես առողջարանային համալիրը։ Համալիրը դադարել էր աշխատել հուլիսի սկզբից, երբ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդը ձերբակալվեց։ Նրան առաջադրված մեղադրանքները մուլտիվելնեսի հետ որևէ կապ չունեն, բայց այստեղ նույնպես սկսվեցին ստուգումներ։ Ավարտին իրավապահները պնդեցին, հայտնաբերել են, որ տարիներ առաջ 2023-24 թվականներին ընկերությունը հարկային հաշվարկներում ցույց չի տվել շուրջ 2.6 միլիարդ դրամի շրջանառություն։ Պետական բյուջետ չի վճարվել ավելի քան 832 միլիոն դրամ հարկ։ Քաղաքապետարանը հայտարարեց, թե խզում է Ծառուկյանի հետ կնքած հողի վարձակալության պայմանագիրը։ Քաղաքական հետապնդման կոմպոնենտը այստեղ բացառելն անհնարին է։ Հետո պարզվեց, ոչ միայն տարածքն են հետ վերցնում, այլ դրա վրա կառուցված զգույքն է անցնում քաղաքապետարանի վերահսկողության տակ։ Այսօր արդեն Երևան Wellness Center դարձած մարզահամալիրի մուտքը հսկում էր քաղաքապետարանի անվտանգության աշխատակիցը, որ Ազատության նկարահանող խմբին արգելեց ներս մտնել։ Այստեղ շատ կարևոր խնդիր է, որ այս process-ները այդքան էլ չեն նմանվում իրավական process-ների։ Համալիրի տարածքը Ծառուկյանը կառուցապատման իրավունքով վարձակալել էր մինչև 2065 թվականը։ Երբ լրանար պայմանագրով նշված այս ժամկետը, գործարարը գույքը պետք է համայնքին հանձներ, պահպանելով դրա կառավարման իրավունքը։ Բայց չգիտես ինչու միակողմանի լուծումը պայմանագիրը որոշումները տրամադրվում են, որոշումների հետ մեր կողմը համաձայն չի, բնականաբար գտնում է, որ դրանք անօրինական որոշումներ են եւ դրանց վերաբերյալ արդեն հայցադիմումներ կան մուտքագրված դատարան։ Ինչպես է աշխատելու վերաբացված համալիրը, գույքը վերադարձնելու են սեփականատիրոջը, թե քաղաքապետարանը շարունակելու է տնօրինել Ծառուկյանի ներդրումներն ու գույքը։ Լրատվականից այս հարցին չպատասխանեցին, հորդորեցին բավարարվել իրենց տարածած հաղորդագրություններով, որտեղ այս մասին խոսք չկա։ Ինչ ուզում անում են, ինչ կա, այստեղ ոչ մի բան չկա օրինական։ Այնինչ անում է քաղաքային իշխանությունը օրենքի իրավունքի հետ առնչություն չունի, Ազատությանն ասաց մուլտիվելնես ընկերության տնօրեն Արման Փիրոյանը։ Նրա ղեկավարած ընկերությունն էլ չի կարողանում բիզնեսը շարունակել, քանի որ ընկերության միլիարդների գույքն ու ներդրումն ասաց քաղաքապետարանը չի վերադարձրել։ Իմ սուպերի վրա է գրանցված, դեռևս ոչ մեկ ինձ փաստաթղթային գույքի վերաբերյալ ոչ մի որոշում չի տվել։ Մարդիկ իմ գույքը արդեն օգտագործում են, իմ իրերը օգտագործում են, ամեն ինչ, գիտեմ, բոլոր, չգիտեմ, հդմը սարքերից բռնացած։ Ծառուկյանի դեմ սկսված քրեական հետապնդումից առաջ անցած տարիներին ոչ նախկին, ոչ էլ գործող իշխանությունները մուլտիվելնեսի հետ որևէ խնդիր չեն ունեցել։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն անգամ համալիրի հաճախորդներից էր դարձել։ Մեկ տարվա աբոնեմենտը 600,000 դրամ արժողությամբ։ Նրան նվիրել է Ծառուկյանը, պնդում է համալիրի տնօրենը։ Ես անձամբ եմ Տիգրան Ավինյանին փաթեթ նվիրել։ Այսինքն նա նվիրած փաթեթով էր այցելում, թե վճարել էր։ Այո, նվիրած փաթեթ էր պարոն Ծառուկյանի կողմից, նվիրված փաթեթ ուներ ինքը։ Դե իր փաթեթ ուժի մեջ էր, հիմա էլ ուժի մեջ իր փաթեթ էլի, ֆուլ փաթեթն է։ Երևանի քաղաքապետը ինչու է թանկարժեք նվերն ընդունել գործարար Ծառուկյանից ու մինչև երբ է մարզվել։ Քաղաքապետարանի լրատվականից դեռ չեն արձագանքել։ Հստակ է, որ քաղաքապետ Ավինյանի նման մուլտիվելնեսի գործող աբոնեմենտ ունեցողները ըստ քաղաքապետարանի կարող են շարունակել մարզումները նույն համալիրում։ Կարող եք վերադառնալ մարզվելուն։ Սպորտային համալիրի տնօրենը ըստ Նյուզեյմի տեղեկությունների նշանակվել է նույն կենտրոնի մարզիչ Նշան Մալխասյանը, որ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ակտիվ մասնակցում էր քաղաքացիական պայմանագրի հանդիպումներին։ Նրան այսօր համալիրի տարածքում հանդիպեցինք, բայց մեր հարցերին չպատասխանեց։ Օրվա վերջ գլխավոր դատախազությունը հայտնեց պետության կառավարման է անցել Ծառուկյանի ընտանիքին պատկանող Երևանի Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատը ապօրինի գույքի բռնագանձման վարույթի շրջանակում։ Երեկ էլ հայտնի դարձավ Ծառուկյանին պատկանող պետության կառավարմանն անցած մեկ այլ ընկերության Արարատ ցեմենտում նշանակված տնօրենի անունը։ Կառավարության նախկին անդամ Դավիթ Գևորգյանն է ԿՊԱ-կան, տարածքային կառավարման փոխնախարարն է եղել Արագածոտնի մարզպետը։ Ըստ գլխավոր դատախազության Արարատ ցեմենտն էլ պետության կառավարման է անցել ապօրինի գույքի բռնագանձման վարույթի շրջանակում։